Եղբայրներ, քույրեր, փառք, շնորհակալություն եւ օրհնություն մեծ Տիրոջը, որ մեզ նորից հնարավորություն տվեց իր ոտքերի տակ հավաքվելու, իրան հետ հաղորդակցվելու, որովհետեւ գրված է հավատարիմ է Աստված, որ պիտի շնորհի մեզի, որպեսզի իր որդին հաղորդակից լինենք։ Այդ հաղորդակցությունը գալիս է ոչ թե մեր հավատարմությունից, սիրներ, այդ հավատարմությունը գալիս է Տիրոջից, այդ հաղորդակցությունը, որ Աստված հավատարիմ է իր խոստմանը, որտեղ իր որդին ինք ուղարկեց, որպեսզի մեր մեղքերը ները, մեր սրտերը փոխի, եղբայրներ, քույրեր, եւ մեզ ավելի իրան մոտեցնե եւ իր հետ հաղորդակից դարձնե։ Ամեն ինչի համար շնորհակալ ենք Տիրոջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես կուզենայի մեր խոսք ասել բոլոր ստեղ գտնվող երեխա, երիտասարդ կամ մեծ, որոնք որ ծնողներ ունին, սիրներ, ծնողներ ունին։ Ավետանի սերներ, մենք գիտենանք հետևյալը, որ ավետանի պատվերների մեջ տալիս է հետևյալը, ասելով, որ շնորհքով առաջի պատվիրանն է, օրենքով առաջի պատվիրանը մենք գիտենք սիրեք քո Տեր Աստծուդ, քո ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությունով։ Եվ երկրորդ ասում է սրան նման է, քո ընկերը սիրես քո անձի պես։ Բայց ինչքան կարևոր տեղ է տալիս ամենակարող Աստվածը, եղբայրներ, քույրեր, ծնողի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, երեխայի եւ ծնողի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։ Սերներ, եւ դրա համար շեշտում է, ասում է, օրենքը շնորհքով, ոչ թե օրենքով, ապա շնորհքով առաջի պատվիրանն է։ Պատվեք քո հայրդ եւ մայրդ։ Պատվեք քո հայրդ, մայրդ, եղբայրներ, քույրեր, սա ամենակարևոր պատվիրանն է եւ քո ծնողի, եթե քո ծնողն էլ այսօր չկա, իր հիշադակը պահե քո սրտիդ մեջ։ Եվ ավետանի մեջ այդպիսի խոսքեր կա, ասում է թե ձեր Աստվածը սուրբ պահեք ձեր սրտերի մեջ։ Մեր երկնային ծնողը մեր սրտերի մեջ պետք է սուրբ լինի, բայց նաեւ եղբայրներ, քույրեր, եթե մեր երկնային ծնողը մեր սրտերի մեջ սուրբ է, մեր ծնողներն էլ մենք պետք է սիրով եւ խոնարհությամբ եւ հնազանդությամբ վերաբերվենք հարգելով եւ պատվելով նրանց։ Այստեղ բավական մեծ քանակությամբ պատաններ են նստած, երիտասարդներ են նստած եւ ես ուզում եմ, որպեսզի նրանք գիտենան, որ իրենց ծնողը Աստված իրանց պարգևել է իրանց ծնողներին եւ իրանց ծնողներին դրել է Աստված իրանց կյանքի մեջ, որպեսզի նրանց համար հոգ տանեն, ամեն կողմանի հոգ տանեն։ Երբ որ սերներ մենք ծնվել ենք կամ դուք ծնվել եք, ձեր ծնողները գրքի վրա, իրանց ցերկերի վրա են ձեզ պահել։ Ամեն ինչ արել են ձեր կյանքի մեջ, ամեն բանի մեջ, եղբայրներ, քույրեր։ Շատ բաներ են արել իրանց, գիշանկուն գիշերներ են լուսացել։ Ձեր հիվանդությունով հիվանդացել են, ձեր առողջությունով առողջացել են։ Եվ Աստծո ողորմությունը մեծ է եղել նրանց կյանքում եւ որ ընտանիքի մեջ որ ծնողի եւ երեխայի մեջ սեր ու հնազանդություն կա, այդ ընտանիքը ուրախության, խաղաղության մեջ է։ Որ ծնողի, որ ընտանիքի մեջ որ երեխայի մեջ չկա այդ սերը, հարգանքը, իր պատիվը իր ծնողի նկատմամբ, այդ ընտանիքի մեջ ուրախություն եւ միաբանություն չի կարող լինել։ Եվ չնայած որ իհարկե եղբայրներ, քույրեր, ասում է ավետարանը այն մասին, որ ծնողներ ձեր երեխաներին մի պարկացրեք։ Դա էլ է ասում եղբայրներ, քույրեր։ Բայց մեր Պավելը մի հատ խոսք ունի, մեր սելի Պավել եղբայրն ասում է, ծնողը ինչքան էլ սխալ լինի, նա ճիշտ է։ Ես ճիշտ քիշեմ, թե չէ։ Նորոն հիշողությունից ուժ է։ Գագու աղբերն չկա։ Ասում է ծնողը հերը ինչքան է գուզե սխալ եղնի, ինքը ճիշտ է։ Եղբայրներ, քույրեր, եթե մեր մեջ ծնողի նկատմամբ պակասի սիրելի երիտասարդներ եւ պատաններ, ծնողի նկատմամբ պակասի սերը, հարգանքը, խոնարհությունը, ուրեմն ձեր մեջ էլ սրբություն չի մնացել։ Այդ մենք գիտեցեք, չասեք, թե մենք կարող ենք երկել, լավ մեզի պահել, սրան նրան օգնություն անենք, այս բանի մեջ ծառայենք, նրա մեջ ծառայենք, բայց ես ձեզ ասում եմ, եթե հանկարծ ձեր սրտի մեջ ձեր ծնողները սրբությամբ չեք հիշում, նրանց չեք սիրում, նրանց չեք խոնարհվում եւ չեք լսում, ուրեմն ձեր Աստված պաշտությունը կատարյալ պարապ է։ Թող Տերը տա, որպեսզի մենք եղբայրներ, քույրեր, իրականում գնահատենք
Եվ գիտեք ինչ սերներ, ծնողները կգնան ժամանակին, և մենք սերներ, անպայման եթե մի բան են չեն կարել մեր ծնողների նկատմամբ հատկապես իրանց վերջի կյանքի վերջի շրջանին, դուք իրեցեք որ մենք այդ բանը հիշելու ենք, Աստված մեզ հոգին մեզ հանդիմանելու է, որ դու այս բանը պետք է անես քո ծնողի նկատմամբ, այս սերը խոնարհությունը հարգանքը պետք է տայր ու դու չտվեցիր, աշխարհի մեջ մարդիկ կան իրանց ծնողներին գցեն, այդ ծերանոցները գցեն, հենց որ այդ ծնողը մերավ, բերեն գա ամենափարավոր թաղումը կենեն, ենքան ճոխու փարավոր թաղում կենեն, բայց այդտեղ բացարձակ չկա հարգանք իր ծնողի նկատմամբ, դա բացարձակ կեղծավորություն և ոչ թե հարգանք, այլ անարգանք է իր ծնողի նկատմամբ, ոչ կենտանի ժամանակ իրանք ճիշտ չեն վերաբերվել, բայց հենց որ մեռնում են իրանք իրանց փառքի համար չգիտես ինչ են անում, երբան քույրեր, դրա համար իմ խնդրանքս է սերներ, և ավետարը նաև տալիս է հետևյալ խոսքերը, չեմ հիշում որի մեջ էր գրած, ասում է եթե կուզես, երկայն օրեր ապրել, լավ օրեր տեսնել և երկայն ապրել, տես իշկան նաբրիկ եղբայրներ ջան, տերնորդներ, քծեք միք վերցրեք, նախադու քծեք ու վերցնեք այդ ծերտունշենվի, թող մնա մարդիկ տեսնին լավ, պատվեք վայրդ ու մայրդ, որ առաջին պատվիրանքն է խոստումով, որպեսի քեզի աղեկը լա ու երկար կյանք ունենաս երկրի վրա, աղեք լինի և երկար կյանք ունենաս երկրի վրա, այսինքն ոչ թե եղբայրներ քույրեր որոշողը ապրեզելի ցենողը մեր կյանքը, մեր իմաստությունը, զորությունը, մեր կարողությունն է և մեր շնորհքն է, այլ եղբայրներ քույրեր կան օրենքներ, որոնք տրված են երկնքից մեր կյանքի մեջ, որպեսզի եղբայրներ քույրեր նրանք կառավարում են մեր կյանքի ընթացքը և այդ կյանքի ընթացքի մեջ կառավարելու օրենքներից մեկը հետևյալն է, եթե դու կուզես լավ կյանք ապրել, երկար օրեր տեսնել, ուրախ լինել, այդ դեպքում պետք է հարգես և պատվես քո հորը և մորը, թող Տեր օգնի մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունենալ և մեր խորը վերաբերմենք այդ հարցին կարդալապես խորը նայենք, ոչ թե մակերեսային նայենք, սերներ, ինչ է հիշեցի ինչ կուզեիս էի, ուրեմն ծնողների անհանձնությունը գրված է անարագների, եթե մեկ ասում է, թե եթե մեկ այսպիսին է, անարագ է, գողացող է, եթե մեկը շնացող է, եթե մեկը անգութ է, եթե մեկը անգութ է, եթե մեկը չներող է, ամբարտավան է, այդ մարդկանց գրված է և ծնողների անհնազանդ է։ Այդ անարագությունը, մարդասպանությունը և ամբարտավանությունը գրված է ծնողների անհնազանդության հետ միասին և ընդեղ շեշտում է այս կարգի մարդիկ երկնքի առկայությունը չեն մտնի։ Այդ մարդը, որ իր ծնողին կարող է անարգել, այդ մարդու մեջ Աստծո առկայությունը կա, թե չկա։ Ինձ թվում է չկա և չի կարող լինել սերներ։ Աստծո առկայությունը այն զավակի մեջ, իշքան էլ կուզես տնողդ մեծացած եղնի, խելքը թրծրած եղնի, տգարացած եղնի և այլն, բայց եթե քո սրտիդ մեջ չկա հարգանք, սեր քո հնազանդություն, պատիվ քո ծնողիդ նկատմամբ, ուրեմն դու քո մեջ ոչ մի սրբություն չկա էլ։ Ոչ մի սրբություն չկա էլ քո մեջ, չմտածես, թե Աստված քո մեջ սուրբ է։ Դες բան չկա էլ։ Ուրեմն սերներ, մենք գիտակցենք, որ հարկավոր է։ Ուրեմն մեր Պավել եղբայրը, Պավելն հիշեցի, հետ էլ հիշեցի, ասում է ինքը ժամանակին, երբ որ գնացել է ծառայությունների, պաշտամունքների և այլն, իր ծնողին կատարյալ արհամարել է։ Բայց երբ որ հասկացել է, իր սրտի մեջ հասկացել է, որ ծնողի հարգանքը ամենակարևոր տեղում է, արդեն տարել է ժամանակ դպրոցի դասատու եղել։ Ուրեմն իրան բան են մեր եղբորը համալսարանից վրընդել էին, տնից էլ հետն էին վրընդել, գնացել էր մեր սիրելի Ասկո աղբոր տուն, մեր Ասկո եղբորը մենք երկինք ճամպեցինք, որ հները ստեղ մասնակիցները լավ գիտեն, Ասկո եղբորը գնաց երկինք,
Ինքը գնացել ասկո եղբոր տուն է մնացել։ Գնացել ասկո եղբոր տուն է մնացել։ Երդասարդներ ջան, գիտեք ինչ է, Համաստանից դուրսները այդ մարդը գնացել է փողոցներն ավլել։ Փողոցներն ավլել է վագոն է թափել, որպեսզի տանի մարդկանց օգնությունն է։ Այդ գումարի մեծ մասը ինչ որ ինքը աշխատել է, տարի տվել է, դրա մեր կարաբել եղբայրը գիտեր մասին։ Տարի տվել է։ Բայց երբ որ ինքը արդեն բավական մեծ ազնվորություն եղել դպրոց աշխատող ազնվորություն եղել։ Հորը գնաց է ասել է, թե պապա էստան բան, պաշտոմունք էստան բան, ու այդ ծևով ինքը իր հորը շարել է, իր հերնումերը, որոնք իրան հալածել են, իրանց բանին, մյուս տղոնց է փոքր մեծ, պավելիս մեծ, ավտոներ են արել, ֆիրմա ավտո են արել, պավելին հեզանիվ չեն արել, թե հեզանիվ են արել, դա չեմ իշը լավ, սխալ չսեմ էլի, հանգայս մի բանել, բայց ինքը միակ ինքն է, որ իր ծնողին մինչև վերջ իր ծնողի կողքը կանգնել է և հնազանդությամբ սել է, ինչ ենեմ, հերջան գթողնիս, և հերը կոդրվել է, և հերնումերը սուրբ հոգով չերով մգտվեն ու երկինք են կնացել, են ծնողները, որոնք որ հավատքի համար իրան վրընդել են։ Հիմա տեսնում ենք սերներ, որ մեր վերաբերմունքը մեր ծնողների նկատմամբ ինչպես պետք է լինի։ Մեր ժամանակը իր վստահությունը իր վրա էր, հմիստեղ ոնց որ ես մենք կարդացինք, չէ սերներ, ես շեշտեցի կան օրենքներ, որոնք որ մեր կյանքը կառավարեն առանց մեզի, ինչքան էլ մենք խելացի լինենք, զորավոր լինենք, իմաստուն լինենք, պատվով ու փառքով լինենք, այդ օրենքները մեզի շրջանակության մեջ կտնեն, մենք չենք կրնա ուրիշ սևով վարվել։ Մեր խելքն ու զորությունը չի օգնել, որովհետև Աստծո քո ձեռքն է ընդեղ շարժողը, ամեն բան սերներ։ Եվ եղբայրներ քույրեր, թողտերը դա որպես եթե մենք ինչ-որ միտեղ այնպես չենք անում, թողտերը մեզների և մենք էլ զղջանք և խոնարհությամբ կանք, որտև առանց ծնողի հարգանքի, հնազանդության և սիրո աստվածպաշտություն չկա այդպիսի աստվածպաշտություն, այդ աստվածապաշտությունը սուրտ է սերներ։